Կարելի է պսակադրվել մայիս ամսին, չէ՞ որ ասում են մայիս վայիս։ Այս արտահայտությունը քրիստոնեության հետ կապ չունի։ Մեզ համար ամեն մի ամիս բարենպաստ է, բացառությունը կասում մեծ պահքի շրջանը, երբ որ ապաշխարության պատճառով տեղին չի հարսանեկան խնջույքը։ Իսկ բոլոր ամիսները հավասարապես օրնաբեր են սիրո խորհրդի համար։ Սակայն որտեղից է եկել մայիսին չամուսնանալու սովորությունը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ այն եկել է հին Հռոմից։ Պուբլիոս Օվիդիոս իր Ֆաստի 5-րդ գրքում գրում է, որ հռոմեացիները չէին ամուսնանում մայիսին, որտեղ դա եղել է ննջեցյալներին հիշատակելու տոների շարք, լեմուարներ։ Տաճարները փակվում էին եւ համարվում էր, որ ով որ ամուսնանա այդ ամսին, երկար չի ապրի։ Հետագայում այս խոսքը տարածվել է նաեւ ռուսական մշակույթի մեջ, ինչից ծնվել է հայտնի առած «Ռադբը ժենիցա, դա մայ նիվիլիտ»։ Այսպիսով այն տեղափոխվել է խորհրդային մշակույթի միջոցով մեր իրականության մեջ, մենք այն չենք քննել, չենք վերլուծել եւ ընդունել ենք, այդպես ասած, հալած յուղի պես։ Սուրբ Կիպրիանոսը այդ մասին շատ դիպուկ խոսք ունի։ Այն ավանդույթը, որը չի հաստատվել Քրիստոսի ճշմարտությամբ, ուղղակի հնացած մոլորություն է։ Մենք շատ ավանդույթներ ունենք, բայց եթե չքննենք դրանք ճշմարտության լույսի ներքո, ուղղակի կրկնելու ենք մեր նախնիների սխալները։ Ինչը ցանկալի չէ։ Իսկ դու ինչ նմանատիպ սովորություններ գիտես, գրիր մեկնաբանություններում։